Ուրեմն Հիսուս անունը այդ ժամանակ շատ կործածված անուն մներ, որովհետև 5 դագարանի 5 հերոսներն մեկի անունն էր Հեսուի։ Այսինքն Հիսուս հունարեն ըսվելու ցևն է Յոշուա ապարին։ Այսինքն եբրայերեն երբ որ գոչեին Հիսուսի անունը Յոշուա գսեին, Եշու, կամ մեր լեզվին անձերը Հեսու, հունարեն Յիսուս, որ մեզ եղել է Հիսուս, անգլերեն Jesus։ Ուրեմն իմաստը կարևոր է, փրկիչը սել է, փրկիչ։ Եթե եբրայերեն խոսեինք, փրկիչ ըսելու տեղը Հիսուս պիտի ըսեինք։ Ուրեմն իմաստավոր անուն է, իսկ 5 դագարանի հետ առնչությունը Հեսուն Մովսեսի աշակերտն էր, որ Մովսեսի հետ միասին Եգիպտոսից ելած ժողովրդին մեջ ամենեն հավատացյալը լավ կներկայանա։ Եվ Մովսեսը 40 տարի իր ժողովրդը անաբադում շրջել տալի հետո խոստացյալ երկրի սահմաններուն հասցուց։ Հերույեն դեց այդ խոստացյալ երկիրը, բայց ինքը չմտավ, ժողովուրդը ինքը չարաշնորթեց, մեռավ ինքը։ Եվ Հեսուն է, որ իրենց գլուխը անցավ, առաջնորդեց, գրավեց խոստացյալ երկիրը, հետևաբար արքայության մտցնողը Հեսու եղավ, այսինքն Հիսուս։ Ուրեմն հոստը կա նաև աստվածաբանական խորհուրդ իմաստը, մենք օրենքով չենք փրկվել։ Մովսեսը փրկիչ չէ։ Մովսեսը մեզի չգրնար խոստացյալ երկիր առաջնորդել, չգրնար Աստծո արքայության, մինչև անոր սահմանները կփերեմեսի։ Մեզ Աստված գիտության անդրադարձը կրնատալ, Աստծո երկյուղը կրնատալ, բայց մեզի Աստծո արքայության մտցնողը Հիսուսն է, որովհետև ինքը փրկիչ է։